մենք պետք է տարբերակենք ատելության խոսքը, քարոզը, դեզինֆորմացիան։ Ու պետք է չափենք դրանց ազդեցությունը ընտրության արդյունքի վրա։ Հիմա եթե խոսում ենք ատելության խոսքի մասին, որը ըստ դիմատուների այն մակարդակի է եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, որ ահաբեկել է ժողովրդին, դրդել է գնալ եւ քվեարկել նրանց օգտին, պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Նախորդ օրը մենք մեր հարցերով փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ասվում է, որ վարչապետը ասել է, ինչու չես զոհվել, դա մարդկանց մոտ վախ է առաջացրել, մտածել են զոհման, այս բառը օգտագործեց ներկայացուցիչը, եւ դրանից հետո անհասկանալի է ինչ է եղել, օրինակ մարդիկ վախեցել են դրանից, գնացել են ընտրել են, թե ոչ։ Իրականում քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտություններից որոշների արդյունքում մենք կարող ենք խոսել նույնիսկ ինչ-որ առումով ռեյտինգի նվազման մասին, ընդ որում խոսքը բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում։ Եվ այստեղ տպավորություն է, որ այդպիսի երևույթները որոշ դեպքերում ներկայացվում են ճիշտ հակառակ դիտանկյունից։ Հիմա եկեք կոնկրետացնենք դեպքերը։ Ձեր մայրիկի հետ կապված միջադեպում, ասում եք թիրախավորել է անձին։ Ոչ, ասել է Ռոբին էլ, Սերժին էլ, սա եմ անելու, նա եմ անելու, նա եմ անելու։ Քաղաքական ընդդիմախոսներին է ուղղված եղել ելույթը։ Չենք խոսում այն մասին, թե որքանով է դա հատում, օրինակ, քաղաքացիների համար խոսքի ազատության թույլատրելի շեմը։ Ես ուզում եմ խոսել, որ այս երևույթների դեմ պայքարի համատեքստում մեր երկրում գործում են ինստիտուտներ։ Վարչապետի մասնակցությամբ առնվազն 2 դրվագի հետ կապված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել վարքագծի կանոնի խախտման կամ էթիկայի կանոնի խախտման հետ կապված հարցը։ Եվ ինստիտուցիոնալ լուծումները, որոնք մեր երկրում տրվել են, այսօր աշխատում են եւ արձագանքում են այդ երևույթներին։ Մենք տեսանք Արթուր Օսիպյանի հետ կապված դեպքը, որ էլի ներկայացվում է որպես քաղաքացիներին ուղղված ինչ-որ բռնության կոչ, ահաբեկող, ինչ-որ, չգիտեմ, հետևանքը ուղղակի ակնհայտ չէ ինձ համար։ Արթուր Օսիպյանը իմ գործընկերն նշեց, ներկայանում է որպես հանրային գործիչ եւ վարչապետի խոսքը ուղղվում է նրան որպես հանրային գործիչ։ Իդեպ այս դեպքով եւս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կա համապատասխան վարույթ։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ վերջին շերտին կամ երևույթին, որը կոչվում է դեզինֆորմացիա։ Դեզինֆորմացիան ունակ է ահաբեկելու հանրությանը, որովհետև քաղաքացիները պարտավոր չեն անձամբ ստուգել այն բոլոր փաստերը, որոնք ներկայացվում են որպես փաստ, ու նոր որոշեն հավատալ կամ չհավատալ որևէ երևույթին։ Քննարկվեց պատերազմ է լինելու եւ 300,000 ադրբեջանցիներ են գալու այդ արտահայտությունների տարբերության հարցը։ Մեր գործընկերները ջանասիրաբար փորձեցին ասել, որ դրանք շատ տարբեր են, որովհետեւ եթե մեզ չընտրեք պատերազմ է լինելու ահաբեկող է եւ կարող էր ազդել կամ ազդել է ընտրության արդյունքի վրա, բայց եթե մեզ չընտրեք, հակառակը եթե ընտրեք այլ ազգին դավանող մարդկանց, որպիսիք որակվում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները եւ իրենց համակիրները, ապա գալու են 300,000 ադրբեջանցիներ։ Եվ այս մասով կային ստեղծված արհեստական բանականության կողմից բազմաթիվ հոլովակներ, ուղղակի մարդկային տրամաբանությունից, խելամտությունից, բարոյականությունից դուրս, որոնք մատուցվում էին մեր քաղաքացիներին որպես հնարավոր իրողություն։ Սա պետք է քննարկման առարկա դարձնենք։ Եվ մենք այսօր այստեղ ասում ենք, որ չնայած այդ հիբրիդային սպառնալիքներին, բազմաթիվ փորձերին շեղել մեր քաղաքացիներին ճիշտ ճանապարհից, բանականությունից, բարոյական ճանապարհից, քաղաքացիները հաղթահարել են դա։ Քաղաքացիները հաղթահարել են
սահմանադրական կարգին սպառնացող վտանգը եւ կատարել են իրենց ընտրությունը։ Բարձր դատարան գուցե եւ քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր հատել են խոսքի ազատության թույլատրելի սահմանը։ Սահմանը խոսքի ազատության, ես իմ խոսքում եմ նշել, որ քաղաքական գործիչների պարագայում հատկապես նախընտրական շրջանում շատ ավելի լայն է, քան սովորական պայմաններում քաղաքացիների համար։ Այս համատեքստում մենք պնդում ենք եւ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առայն, որ սահմանների լայն լինելով պայմանավորված խոսքի ազատության հնարավոր խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։